հայտարարում, որ ինքս սառեցրում եմ իրենց հետ գործնեությունը։ Մի րոպե, ոչ, ես հայտարարել եմ, հետո են ինձ կանչել, հեռացրել են, եւ հետո մի փոքրիկ բան, որ մինչև հիմա չեմ բացել, չեմ ասել։ Որպեսզի ինձ համոզեն, որ ես դնեմ իմ մանդատը, իրենք տարբեր ճանապարհներով հասել էին ամերիկաները եւ աստրախանները, ինչքաններով իրենք փորձել էին իմ տղայի եւ իմ եղբոր միջոցով ազդել ինձ վրա, որ ես դնեմ իմ մանդատը, սա երկրորդ։ Երրորդ, այնպիսի մի անհասկանալի անիմաստ բան է ասում, թե ոչինչ դուք ձեր թոշակը կստանաք։ Նախ ես այդ թոշակի կարիքը չունեմ, որովհետև ապահովված մարդ եմ մինչ այդ եւ փառք Աստծո ես 56 տարի աշխատել եմ այս երկրում, իմ հայրենիքում, եւ այսօր ֆինանսական տեսակետից այն վիճակում եմ գտնվում, որ իրենց տված այդ թոշակը որևէ էական դեր չի խաղալու ինձ համար։ Պարոն Ասլյան, տեսեք, դուք իրենց թիմից էիք, բերեցիք իշխանության, գովում եք, հիմա բարոյական է ասել։ Կներեք, ես ձեզ դրան հարց եմ ուզում տալ։ Ինչու եք այդպես մոտենում։ Դուք ձեր կյանքում բոլոր այն մարդկանց, որ ճանաչել եք, մշտապես նույն վերաբերմունքն եք, մի րոպե, կներեք, ես էլ դա եմ ձեզ ասում, ձեր ամբողջ կյանքում չի եղել մարդիկ, ում հետ լավ եք եղել եւ այլն, ի վերջո այդ մարդկանց հետ ձեր հարաբերությունները դադարեցրել եք, չի եղել, որևէ մեկը կա, որ կարող է ասել, որ այն մարդկանց, որոնց ինքը ճանաչել է ամենասկզբից, մինչև կյանքի վերջ այդ մարդիկ մնացել են իր կողքին։ Մի րոպե, հիմա շարունակեմ։ Ես Նիկոլ Փաշինյանին իշխանության չեմ բերել։ Իրենք ինձ հրավերել են, եթե դուք նայեք այսպես ժամանակագրությունը, ապա դուք կտեսնեք, որ իրենք են ինձ հրավիրել իրենց մոտ, որովհետև այն ժամանակ, ելքի ժամանակ, դեռ սկզբից, երբ որ իրենք եւ կադրային սով ունեին եւ մնացած մեծ, այսպես, որպեսզի իրենց իմ անցած կյանքով, իմ անցած կներեք, մի փոքրիկ օրինակ բերեմ, օրինակ, ասենք 21 թվականին թող իրենք հիշեն, թե 21 թվականին Գյումրիի կամ այն վերևներում ելույթերի ժամանակ, ընտրություններից առաջ, ինչպես էր Սուրեն Պապիկյանն ասում, իսկ այժմ ելույթ կունենա Արցախյան 3 պատերազմի մասնակից, վերջին պատերազմում ծանր վիրավորված Հակոբ Ասլանյանը։ Նրանք փորձեցին եւ օգտագործեցին այդ բանը, որովհետեւ ինչպես գիտեք ինչ կա, երբ ինձ խնդրեցին, առաջարկեցին, որ ես իրենց հետ լինեմ, քանի որ իրավիճակը այդ ժամանակահատվածում այնպիսին էր, որ եւ իմ եւ շատ շատերի մտքում միայն մի բան կար, բոլոր ճանապարհներով հեռացնել Սերժ Սարգսյանին, չէ՞, եւ շարժումը գնում էր այսպես քայլ արա, մերժիր Սերժին։ Ես մի առիթով մի բան եմ ասել, հետագայում իհարկե, մի հետաքրքիր բան։ Օրինակ ես ասի, գիտեք, երբ որ ինձ ասեցին, ինչու դուք հանկարծ նաեւ այսպես եք խոսում, ես ասացի հետեւյալը. Սիրելիներս, դուք երբևէ մտածել եք, ինչու ամենասկզբում ասվում էր քայլ արա, մերժիր Սերժին, չէր ասվում քայլ արա, մերժիր Սերժին, ընտրուր Նիկոլին։ Եթե այդպես ասվեր, գիտեք ինչ կլիներ, շատ ու շատ մարդիկ հենց այն ժամանակ չէին ընտրի Նիկոլին եւ չէր ստացվի այն ինչա կար։ Հենց սկզբից էր խապկանքը դրված եւ կներեք, քանի որ մենք ամբողջ ժողովրդով հսկայական քանակությամբ միայն մի երազանք ունենք, մենք գնում էինք ընդդեմ եւ ոչ թե հանուն։
մենք գնացինք ընդեմ Սերժին, քայլ արեցինք, մերժեցինք Սերժին։ Ինչպես։ Փոշմանել եք արդեն։ Ես շատ ուրախ եմ իմ անցած ճանապարհով, նույնիսկ իմ սխալներով։ Հասկացաք, փոշմանելս ո՞րն է։ Պարոն Ասլանյան, Ես հաջորդ օրը կներեք, ես հաջորդ իսկ օրը երբ հարցազրույց տվեցի, ես ասացի, ես ԿՊ-ից շնորհակալ եմ այն բանի համար, որ իրենք Ասլանյանին վերադարձրել են Ասլանյանին։ բայց ես այսօր վիրավորեցին, ասեցին ռադ եղեք, ռադ կլինեք, ասեցին, որ դուք լացել եք համապատասխան լիստի։ Ծայրից ծայր սուտ է, չկա այդպիսի բան։ Ես լաց լինեմ, կներեք, 3 անգամ կյանքը երկրի համար դրած մարդը կարող է ինչ-որ մի ստից բանի համար լաց լինել, հա։ Դե ասեցին թոշակն եք ձեր պահում։ Քիչ առաջ ես դրա պատասխանն էլ տվեցի թոշակի վերաբերյալ։ Պարոն Ասլանյան, 2015 թվականին քայլ արեցիք եւ մերժեցիք Սերժին։ Հիմա գոհ եք ձեր քայլից։ Ես ասացի քիչ։ Գիտեք, մեզանից յուրաքանչյուրը իրավունք ունի սխալվելու, բայց ես ասացի, մենք բոլորս մարդ ենք։ Պարոն Աղազարյանի հետ մենք ներսում միշտ էլ որոշակի մեր կարծիքն ունեցել ենք, այսինքն ինչ-որ ձևով եղել ենք ներսի ընդդիմություն, ինչ-որ ձևով, քիչ թե շատ, եւ այսօրվա բոլոր հարցերը, որ առաջացել են ու մենք այսօր դրա համար պայքար ենք մղում, այն ժամանակ չէր ասվում, այն ժամանակ մենք բոլորս ստիպված էինք եւ ներսում պայքարել, չէ, եւ փորձել։ Օրինակ մի ինչպես իրենց սխալների, դուք ես մի բան ասեմ, դուք չեք նկատում, եթե ժամանակագրությամբ անցնեք, չեք տեսնում, որ ասենք պարոն Աղազարյանին եւ ինձ հեռացնելուց հետո Նիկոլ Փաշինյանի գործողությունները ինչքան անվերահսկելի սկսեցին դառնալ։ Այսինքն դուք եք վերազսպում։ Ոչ թե մենք զսպում էինք, այլ մեր գոյությունը այնտեղ որոշակի զսպողական բան էր։ Ինչի՞ց, բայց հանուն արդարության խոստովանում եք, չէ՞ որ եթե պարոն Աղազարյանի հետ հեռախոսային պատմությունը չլիներ, դուք դեմ դուրս չէիք գալու Նիկոլ Փաշինյանի վարած թե ներքին, թե արտաքին քաղաքական։ Շատ կներեք, մի օր պետք է այդ փուչիկը պայթեր, հիմա դա եղավ պարոն Աղազարյանի հետ կապված, բայց հասունանում էր այդ բոլորը, եթե դուք մտածում եք, որ պարոն Ասլանը մշտապես մնալու էր այդ կատեգորիային, սխալվում եք, ամեն ինչ հասունանում է ժամանակի եւ տարածության մեջ։ Հետո պարոն Ասլանյան, տպավորություն էր, որ դա պիտի փուչիկը պայթած լիներ արդեն պատերազմից հետո, բայց դուք մնացիք խմբակցություն։ Որովհետեւ դեռ հավատում էի։ Ինչին էիք հավատում։ Լավ, Հավատում էի այն խոսքերին, որ ի վերջո ճիշտ սկզբունքներով եկել են մարդիկ, ովքեր այն խոսքերը ինչ ասում են, ինչպես ամեն մարդ դիմացինին մոտավորապես դիմացինին հիմնականում գնահատում է այնպես, ինչպեսին ինքը կա։ Ես հավատում էի, որ իրենք չեն ստում։ Երբ ձեր հավատը կլուծվեց։ 23 թվականի Բայց հարց եմ տվել, թե պատասխան։ 23 թվականի սեպտեմբերից հետո երբ Արցախը ամբողջությամբ կորցրեցին, դուք էլ ինչի էիք հավատում, որ մնացել էիք այդ թիմում, պարոն Ասլանյան, 3 պատերազմին մասնակցած մարդ։ Չգիտեմ, բայց ինչ որ ձևով դեռ հույս կար, որովհետև գիտեք ինչ կա, տեսեք հիմա ինչ է կատարվում։ Նիկոլ Փաշինյանը շատ հոյակապ ձևով կարողանում է օգտագործել այն մանիպուլյացիոն գաղափարը, որ եթե ես չլինեմ, կգա Քոչարյանը, իսկ ժողովուրդը Քոչարյանի նկատմամբ մի լրիվ ուրիշ մերժողական մոտեցում ունի։ Եվ գուցե եւ դա է, բայց ասացի քիչ դա պայթելու էր, վաղը եսօր կլներ, վաղը կլներ, հետո կլներ, լինելու էր։ Իսկ ձեր հավատը երբ լուծվեց, պարոն Ասլանյան։ Մի անգամից չի փլուզվում, հավատը այն ժամանակ փլուզվեց ամեն ինչ, երբ որ ես կարդացի այն նյութերը, որ վարչապետն ուղարկել էր, եւ ես
պարոն Կոնջորյանին ասի, որ ես շոկի մեջ եմ, պարոն Աղազարյանի վերաբերյալ, որտեղ մեղադրվում էր իմ ընկերը, առաջերտին տենց վերցնենք, մեղադրվում էր պետական դավաճանության մեջ։ Ես ասացի, որ ես շոկի մեջ եմ։ Պարոն Կոնջորյանն ինձ ասաց, ինչ շոկի մասին է խոսք, ասի, ես այստեղ պետական դավաճանություն չեմ տեսնում։ Ինչ եք դու, վարչապետն է ասել, ես էլ ասի կներեք, եկեք այսպիսի մի տարբերակ, եկեք ներսում 5-6 հոգանոց մի փոքրիկ խումբ կազմենք, նախ ուսումնասիրենք այդ ամբողջը, համոզված լինենք, որ պարոն Աղազարյանը իսկապես դավաճան է, հետո նոր դա հանրայնացնենք, ասացին ոչ, վարչապետն է ուղարկել, վերջացավ գնաց, ասի կներեք ոչ, այդ դեպքում, այսպիսի խոսակցություն է եղել, ես այդ դեպքում ասի, ես առաջիկա 1 ամիսը ոչ խմբակցության նիստերին և ոչ էլ նախաձեռնող նիստերին չեմ ուզում մասնակցել, ասեց ինչու, ասի որովհետև ես չեմ ուզում, որ խմբակցությունում կամ նախաձեռնող նիստին որևէ մի խոսք գնա և դա հասնի Աղազարյանի ականջին, չէ, հետո դուք ինձ վրա հասկացեք, թե ես եմ հասցրել, ես չեմ ուզում մասնակցել։ Մի րոպե, ասացին չէ, ես էլ հաջորդ օրը գնացի, ասի, որ ես ինքս դադարեցնում եմ իրենց գործունեությունը, վերջ։ Ինչով եք բացատրում, որ իշխանությունը Արմեն Սիմոնյանը այսպես մի կողմ թողնելով ընդդիմադիր հիմնական ուժերին, որ շարունակաբար թիրախավորում են, անցել են այսպես պատկառելի տարիք ունեցող նախկին, ինչով եք սա բացատրում, որ արդեն ձեզ էլ չեն Որովհետև երեք ես շատ ցավալի բառով եմ ասել, որ 2 ամիս է մնացել, ձեզ պետք է ռադանեմ։ Համոզված եք, որ 2 ամսից հետո համոզված եք, որ ռադանեմ։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, ու ես կարծում եմ, որ իսկապես այս անգամ ժողովուրդը պետք է հանուն գնա եւ ոչ թե ընդդեմ։ Եվ որպեսզի այսպես ասած Արմեն Սիմոնյանին հուշկու պատասխան տակ, պատրաստ եք հայտարարել, որ այն թոշակը բարձր, որ ստանալու եք, դա օրինակ ինչ-որ նվիրատվություն կանեք ամեն տարի, որ տպավորություն չստեղծվի, որ դուք հանուն թոշակի պայքարեցիք։ Կներեք, ես նվիրատվություն հիմա էլ եմ միշտ անում, ի տարբերություն շատերի, չեմ նկարահանվում, չեմ ցույց տալիս, բայց իմ նվիրատվությունները այնպես է, որ մարդիկ ուղղակի ստանում են։ Ես անում եմ ամեն հնարավորության, Հիմա էլ եք անում, այո, բայց երկընտրությունների օրը հայտնի է դառնում եւ դուք էլ պատրաստ չէ, հիմա կոնկրետ հիմա կներեք, նախընտրությունները չեն, եւ հետո եթե ես ասենք ստացել եմ եւ առանց որևէ հետադարձի նպատակով ինչ որ մեկին ենթադրենք մարդը ինձ զգացել եմ, որ մարդը հնարավորություն չունի, որոշակի օգնել եմ։ Օրինակ, չէ, սիրելիներս, ուրեմն որևէ մեկը չի կարող ինձ մեղադրել, որ ես դա շահադիտական նպատակով եմ արել։ Բացարձակապես, որովհետև ես հիմա չեմ անում, մի ուրիշ բան էլ ասեմ, օրինակի համար ես մի անգամ ասի, որ շատ քչերը կարող են այնքան բարեգործություն հարացնեն, ինչքան ես, ասեցին ինչու, ասի որտև հաշվեք, 90 թվականից պատերազմը թողնենք միջող, մինչև 16 թվականը, ես ամեն տարի, ինչքան որ ռեպետիտորություն եմ արել, իմ ընկերների երեխեքին, իմ հարևաններին, բոլոր, ոնց ասեմ, ամեն տարի ամենակիչը 1-2 երեխա ես ձրի պարապել եմ, ձրի, առանց որևէ նպատակի, եթե այսօր դուք գնաք 8-րդ մասի, ու դուք տեսնեք, ասենք, արծվից մինչև ներքև, այն գազոնների վրա ծառերը, որոնք աճում են, 90-ական թվականների կեսերին ես հավաքելով այդ երեխեքին, իմ ուսանողներին, այդտեղ ծառներ եմ տնկել, դիմաց այգի կա, հսկայական քանակությամբ գործ եմ արել, բայց ես բացարձակապես
չեմ հայտարարում, որ ես այսպես արել եմ, որովհետև այն ինչ հայրենիքի համար անում ես, չպետք է ցույց տաս, ուղղակի գլուխդ կախ պետք է անես։ Շնորհակալություն։ Պատրաստ է։ Ռուզան։ Զիմայի միկրոֆոնն ուր է։ Պես դուր։ Նյութական գծով պատասխանատուն արեք։ Աջան։ Պարոն Ալեքսանդր, պատրաստ ենք